Հովարեքը Կոմիտաս վարդապետի լավագույն գործերից մեկն է։ 11 տարեկանին արդեն գրի է առել այս երգը։ Դաշնավորումը դասական երաժշտության գեղարվեստական կեցվածքն ու վայելչությունը ունի։ Գեղչուկի շրթների վրա թրթռացող այս խորունկ երգը օտար տաղանդավոր արվեստագետների ուշադրության է արժանացել։ Սարերի բարձունքների վրա կանգնած դարդոտ շինականը աղաչում է սարերին, դաշտերին և ձորերին, որպեսզի հով անեն և դարդին դարման անեն, բայց քար անտարբերություն, սարերը հով չեն անում, և սրտի ցավերը մնում են։ Ընկերակցությունը ակոմպոնիմենտը աննման է, կարծես ջրերը վազվզում են, կարծես սարերի վրով քամին է փչում և ձորերի միջով առվակներ են գլգլում, և սա Կոմիտաս վարդապետի ամենամեծ շնորհքն է։ Հավրբանը զուգերգ է, սիրահարված աղջիկն ու տղան հարց ու պատասխան են տալիս, տղան ավելի համարձակ ինքն է հարց տալիս, և աղջիկը ամաչկոտ պատասխանում է։ Այս եղանակը աշխույժ բնավորություն ունի։ Ընկերակցությունը որոշ չափով իր մեջ ունի եղանակից տարբեր մի հանգամանք, որ եվրոպական երաժշտությանն է հատուկ։ Երկինքն ամպել է քնքուշ ու քաղցր երաժշտություն է, կիրք չկա երբեք, հանդարտ սկսում է երգը և վերջանում ինչպես խաղաղ վերջալույս։ Անտունին Կոմիտաս վարդապետի գլուխգործոցն է։ Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դեբյուսին հիացած է այս երգով։ Դաշնավորմանը մեջ, մանավանդ, անըմբռնելի խորություն կա, խավար թանձր գիշեր է իջնում, և այդ մռայլության մեջ ականջիդ հասնում են աղիողորմ հեծեծանքներ։ Անտունին հորդ զգացմունքների և երաժշտական առատ գաղափարների միացումն է։ Անտունիին մեջ անդիմադրելի բան մկա։ Ծայրահեղության մեջ հասած զգացումներուն փառավոր պոռթկումը, հոգեկան եռուզեռմը, որ հետզհետե կուռի, կփրփրի նման ալիքին, որ կբարձրանա լայնալով, սակայն կփլչի կարծես ալ անկարող ավելին ըղձալու։ Ես, որ եվրոպական ազգերի ժողովրդական երգերով բավականին զբաղվելու առիթ եմ ունեցել և հաճախ համեմատության մեջ եմ դրել հայկականի հետ, այն եզրակացության եմ եկել, որ հայը իր ժողովրդական երգերով ամենափայլուն տեղերից մեկն է գրավում նրանց շրջանում և պատվով կարող է չափվել նրանց հետ։ Չափազանցություն արած չեմ լինի և ազգային զգացմունքը շոյած, երբ ասեմ, որ այդ ազգերի մեջ մի երգ չգտա, որ այսքան խոր վիշտ արտացոլեր, որքան մեր «Սիրտս նման է» երգը, և այնպիսի իր կազմությամբ ու գեղարվեստական զարգացման հասած երգ չգտա նրանց մոտ, ինչպես մեր լոռեցու հորովելն է։ Իմ չինարի յարը լիրիկական երաժշտության մեկ նմուշն է։ Ամեն ինչ հստակ երևում է և հուզում նույնիսկ քար սրտերը։ Եղանակը աշխույժ է։ Մեներքին ընկերակցում է դաշնամուրը, ապա խումբը քառաձայն շարունակում է երգը նույն աշխուժությամբ և նույն թափով։ Գարունա։ Այս երգը գրվել է թե՛ մեներքի, թե՛ խմբերքի համար։ Գարունա ձուն ա արել, իմ յարն ինձնից ա սառել։ Բանաստեղծությունն ու երաժշտությունը անբաժանելի կերպով ձուլված են մի ամբողջության մեջ։ Երգը այնքան վշտոտ է և այնքան ցավոտ, որ լսողը ակամայից արտասվում է։ Իսկապես որ Կոմիտաս վարդապետը հոգեբան երաժիշտ է և մեծ արվեստագետ։ Եղանակը անպաճույճ, դաշնավորումը պարզ, բայց զգացմունքը խոր և բարձր։ Ինքնուրույնությունը Կոմիտաս վարդապետի ամենամեծ շնորհքն է։ Ձիգ Տուքաշին գութաներք է։ Բոլոր գութաներքերի մեջ ցոլանում է հայ գյուղացու աշխատանքը։ Նա անվերջ խոսակցության մեջ է Եզան և Գոմեշի հետ։ Պատահում է, որ շոյում է նրան, երբեմն հանդիմանում է և դարձյալ սիրում։ Ձիգ Տուքաշի գեղարվեստական տեսակետից կատարյալ գործ է։ Այս դաշնավորմանը մեջ երևում է բացահայտ կերպով Կոմիտաս վարդապետի տաղանդը։ Կյանք կա և երաժշտական ուժգնություն։ Եղանակը սկսում է ուժգին, կտրուկ, գնալով մեղմանում և վերջալույսի շողերի հետ դաշտային աշխատանքը վերջանում է։ Բոլոր գութաներքերի մեջ կյանք կա, շարժում, եռուզեռ։ Գութաներքերը պիտի համարել հայ ժողովրդական երաժշտության ամենահարուստ և ամենաարժեքավոր մեկ մասը։ Գութաներքերը մեկ-մեկ սիմֆոնիաներ են։ Անձրևն եկավ։
Բոլոր ձայները ընկերակցում են մայր եղանակին կտրուկ և վճռական հարվածներով։ Այս երգը տարածված երգերից մեկն է։ Սարերի վրով գնաց։ Սկսում է դանդաղ, կարոտով լի է այս երգը։ Սիրահար աղջիկը յար է կանչում, բայց կտրիչ տղան չի լսում, սարերի վրով գնացել է։ Ցավ կա այս երգի մեջ, կարոտ և երազ միաժամանակ։ Սարերի վրով գնաց, յար, արոտով, յարիս կարոտով։ Երի ջան երգը թափ ունի և ուրախ բնավորություն։ Մինչ առաջին երգի մեջ վիշտ կա, որովհետև սիրահար տղան հեռացել է, այստեղ իշխում է ծիծաղ և ուրախություն, որովհետև «Էս գիշեր լույսը տեսա, երի ջան, իմ յարը դուսը տեսա, երի մարալո ջեյրան»։ Լուսնակն Անուշը քաղցր ներդաշնակ մի եղանակ է, ուր դարձյալ երևում է մեծ արվեստագետի տաղանդը։ Շողեր ջան, դարձյալ խնամով է դաշնավորված, տիրում է ձայների կատարյալ մաքրություն։ Քելեր ցոլեր, թարմ ու վճիտ, ինչպես քարերից հոսող աղբյուր, և ջերմ, ինչպես սիրող սրտեր։ Այստեղ երևում է անմեղուկ և անձնվեր սեր։ Քելեր ցոլեր իմ յարը, արևը տակին, քելեր ցոլեր իմ յարը, սարի սովոր, մենավոր շեկ տղա, բաղով նարի, շողով նարի, եկ տղա։ Քելե, լուսնկա շողն է ընկնում այս երգի մեջ, կրակ սերն է, որ էլի այրում է սիրահարված տղայի սիրտը։ Հեքիաթ աղջկա քելքին, նրա չինար բոյին է մեռնում։ Քելե, քողքիդ մեռնեմ, քո լուսնկա շողիդ մեռնեմ։ Նրբություն կա այստեղ, ինչպես ջահել աղջկա վարդ ու վառ շրթներ, և գուրգուրանք, ինչպես մոր սերը իր զավակի հանդեպ։ Սար, մանկական բնավորություն ունի այս երգը, չունի մյուս երգերի խորությունը։ Կանչե կռունկ։ Կոմիտասյան արվեստի տաք և հարազատ շունչը կա այստեղ։ Հայր Կոմիտասը նույն թափանցող հոգեբանն է, պանդուխտ հայի ցավն է, որ Երևան է գալիս այս երգում։ Վշտահույս սրտի ծով տառապանքներն է, որ պոռթկում է և արցունքներ խլում։ Ես Սարեն կուգայի, նորից սեր և նորից հույզ, սիրահարը վառվում է, հալվում է, որովհետև լքել են նրան։ Թե ինձ չէիր առնի, ինչու սիրեցիր, մի բուռ կրակ եղար, սիրտս էրեցիր։ Վայ, վառվում եմ, վայ, հալվում եմ, հալվում, վառվում եմ։ Զինչ ու զինչ եղանակը աշխույժ է և կրակոտ, ընկերակցությունը հիանալի է, ներդաշնակությունը կատարյալ։ Կուժն առա կոչվում է նաև գեղչկական սիրերգ, գրված է և միայնակ, սոլո, և քառաձայն խմբի համար։ Բարդ խառնվածք չկա, ընդհակառակն, երգը շատ պարզ է, ջերմ և անմեղունակ։ Առավոտուն բարի լույս։ Հարսներգ է, սկիզբը երգում են առանձին՝ Սրտալի և Անուշ, ապա խումբը սկսում է երգել հարսանեկան արարողությունը։ Մնացյալ ձայները մասնակցում են երգին իրենց տույտույներով և պամ-պամներով, երգին և հարսանիքին տալով հանդիսավոր երևույթ։ Շորորա Անուշ, թև պար, քնարական շունչ կա, հարուստ և երփներանգ։ Կարծես վարդերը բացվում են, թռչունները կանչում ու լուսնակը նորել է։ Հով լինի։ Սա ևս պարերգ է և կոչվում է փաթ-պար, մեղմություն, անտարբերություն և անմեղություն կա։ Մեջընդմեջ երգում են միայնակ խմբի ընկերակցությամբ։ Սարեն եկավ, գեղչկական սիրերգ է, եղանակը մոնոտոն է, բայց դարձյալ հետաքրքրական։ Գնա, գեղչկական սիրերգ է, ինչպես առաջինը, զվարթ բնավորություն ունի, ինչպես առհասարակ գեղչկական երգն է։ Բացի առաջին սոպրանո և երկրորդ ալտո ձայներից, մյուս ձայները լոլոներով ընկերակցում են եղանակին և ավելի եռանդ ու թափ տալիս երգին։ Օրոր Ադինո կոչվում է նաև թև պար, ծանր է եղանակը, թեև պարերը շատ քիչ են, որոնք արագ և աշխույժ բնավորություն ունին։
Սոնայար կամ թռնոցի պար։ Առաջին ծանր պարին իսկույն հաջորդում է ուրախ և եռանդուն այս եղանակը։ Երգը գնալով թափ է առնում, ձայները մերթ հեռանում են և ապա մոտենում և կյանք ստանում։ Խումար։ Սա ևս հարսանեկան պարերգ է, ծաղրերգ։ Երգում են հանաքով, ուրախ և վառ տրամադրությամբ։ Քաղհան։ Կոմիտաս վարդապետի լավագույն դաշնավորումներից մեկն էլ սա է անկասկած։ Ներդաշնակությունը հարուստ է և հորդ։ Հայ աղջիկներ հնչեցնում են երգեր և աշխույժ եռանդով քաղհան անում։ Տաղանդավոր վարպետը կարողացել է խորունգ կերպով թափանցել հայ շինականի երգերին և ներդաշնակելով տվել է նրանց գեղարվեստական բարձր արժեք։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին։